Հունվարի 14-ին Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնից 40 օր հետո հայ առաքելական Սուրբ եկեղեցին կնշի Տյառն Ընդառաջը մանուկ Հիսուսին տաճարին ընծայելու հիշատակությունը։ Հայոց մեջ ավանդաբար այն տոնել են հավատով, որ Տիրոջ մուտքը տաճար աստվածային լույսով ու զորությամբ է համակելու ողջ մարդկությանը։ Նախորդ օրը հայոց բոլոր եկեղեցիներում երեկոյան ժամերգության ավարտին կատարվում է Տյառն Ընդառաջի նախատոնակ և տարվա առաջին անդաստանը՝ հոգևոր բարեպաշտական արարողություն նվիրված աշխարհի 4 ծագերի օրհնությանը։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնում հանդիսատեսությամբ Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի միաբանները շրջեցին եկեղեցու ատյանում, խաչով, խաչվառով և ավետարանով օրհնեցին աշխարհի 4 կողմերը, տարվա համար պտղաբերություն խնդրեցին։ Արարողության ավարտին Քրիստոս փառած տաղի ներքո Մայր տաճարի իջման Սուրբ Սեղանի կանթեղից վառված մոմով, որը խորհրդանիշն է Հիսուս Քրիստոսի կենսատու լույսի, նորին սրբությունը եկեղեցիականների թափորի և հավատացյալների ուղեկցությամբ քայլեց դեպի Մայրաթոռի միաբանական մասնաշենքը, որի հարևանությամբ վառվեց տոնի ժողովրդական խորհրդանիշ հանդիսացող Տյառն Ընդառաջի խարույկը։ Տյառն Ընդառաջը, ինչպես եկեղեցիական մի շարք այլ տոներ, բավական խորը, մնայուն, լուսավոր տոն է և ոչ պատահականորեն նաև այս առիթով մարդիկ կրակ են վառում, լույս են վառում իրենց աստվածփնտրությունը հատկորոշելու, հատկանշելու համար։ Մեր մաղթանքը, որպեսզի մենք ամենքս և անձնական, ներանձնական մակարդակներում և ընդհանրական հարթություններում հաջողենք մեր աստվածփնտրության մեջ, Աստծուն ընդառաջ գնալը հատկորոշվում է ուրեմն Քրիստոսի նախանշած ճանապարհով գնալով, հատկորոշվում է ուրեմն առաքինություններով, առաքելությանը ստանձնումով, սրբերի վարք ու բարքին հետևելով, մեր կյանքում այնքան հաճախադեպ պակասող բարին լավը գեղեցիկը առատացնելով, սրանք Աստծուն ընդառաջ գնալու ուրեմն նշաններ են, կողմնորոշիչներ են, բնորոշումներ են և օրինակներ են։ Գրիգոր Տաթևացին այս տոնի մասին գրում է. «Երբ Տերն ընծայման բերվեց, ահագին ճայթյունով դղրդաց ողջ քաղաքը, և բոլորը վառած ջահերով եկան տաճար Տիրոջն ընդառաջ և ասացին. Տերն անցավ այս դռնով»։ Լիաննա Չիչակյան, Վռամ Խանամիրյան, Եկեղեցական կյանք։